Այստեղ մտիկ կառուցվել է ցիկլատրոնի և պետկապերի համար նախատեսված հատված է հիմա ցիկլատրոնը ստեղ հենց այս կազմակերպության մեջը և մենք հիմա այս բանի կազմակերպություն չկայունության ազգային կենտրոնն է, որը հիմա մեր ամիս առաջ միացրեցինք Ֆանարջյանի ապան գործակալության կենտրոնի որպես մեր կազմակերպական Սա մեր նոր ձեռք եկած պետկապերն է։ Ակավարության մեր բուժմանը 24 սեանսներ ներառել և այս հետազոտությունների 4 տեսակների այդտեղ էլ մի մասը ամբողջական փոխանցում, մի մասը համավճար Եվ միատեղ դիագնոստիկայի կենտրոնը այստեղ հարաբերական դիագնոստիկայի կենտրոն։ Հարաբերությունը Այստեղ բանվարչական կոլպոստոպիկ հետազոտությունն է, որը էլի կանանց արադիցիկի քաղաքերի կանխարգելման ուղղված միջոցառում է, և սկրինինգային ծրագիր է, որի ընթացքում կանայք հետազոտվելով HPV վիրուսի հայտնաբերումով և կոլպոստոպիկ հետազոտությամբ հնարավոր ամենասկզբնական փուլերում հայտնաբերել արադիցիկի քաղաքերը և հետևաբար ավելի արդյունավետ և ավելի քիչ ծախսատար բուժումով ապահովել կանանց առողջությունը։ Սա սոնոգրաֆիկ սարքավորումն է։ Սա նորագույն, լավագույն դասի սոնոգրաֆիկ սարքավորումներից մեկն է։ Երբ սկսել աշխատել։ Նոր հետազոտությունները Կրծքակի քաղցկեղը, եթե ժամանակին հայտնաբերվի, 100% լավացության կարող են հասնել և կանանց կյանքի որակը և տևողությունը երկարեցնել, իսկ առանց մամոգրաֆիայի դա հնարավոր չի, որովհետև կան փոքր միկրոկալցինատների կոչում, որոնք օրինակ սոնոգրաֆիայի հնարավոր չի հայտնաբերել, և այս սարքը թույլ է տալիս միլիմետրի հասնող փոփոխությունները նույնիսկ հայտնաբերել, և արհեստական բանականությունը օգնում է նաև բժշկին բաց չթողնել այդ ամենափոքր և նախ օջախը։ Ֆինանսական սխեմա կազմածալ, որտեղ աշխատում է ֆինանսապես առողջ։ Այո, սա ցիկլատրոնի կառավարման սենյակն է, այն որ ցիկլատրոնում աշխատանքի ժամանակ շատ մեծ ճարակայք է լինում և մարդ չի կարող ուղղել այցելել, այստեղից հեռահար կառավարվում է ցիկլատրոնի աշխատանքը, սինթեզը հաջողությամբ, իզոտոպի ստացումը և հաջողությամբ իրականացումը արդեն ավտոմատ կերպով ցիկլատրոնի։ Բայց արդեն քանի տարի է որ մենք իզոտոպ ենք ստանում, արդեն 20 թվականից, այո, կանոնավոր ձևով ստանում ենք, սկզբից մեկ ռադիոֆարմպրեպարատ էր, ETEC-ի կոչվածը, ներկայումս արդեն 4 ռադիոֆարմպրեպարատ ստանում ենք, նույն իզոտոպով։ Երբ որ նյութի սինթեզված պատրաստի վիճակում է, անպայման միջակայքաբաժին գալիս է լաբորատորիա, այստեղ ստուգվում է ռադիոքիմիական մաքրությունը, ստերիլությունը եւ այլն, դրանից հետո նոր ներարկվում է պացիենտին, երբ որ ուներում ենք որակի վերահսկողություն։ Այո, աչքերը մտածում են պարտադիր կանոններ։ Հիմա ֆիզիկա, քիմիայի լաբորատորիաներում լավակարող դեպքերում դրված են։ Սա բուն արտադրական սենյակն է, որտեղ հենց ստացված իզոտոպից արդեն սինթեզվում են ռադիոֆարմ պրեպարատներ։ Սրանք երբ է ձեռք բերել։ Սրանք 2020 թվականին արդեն գործարկվել են։ Այստեղ մենք սինթեզում ենք ախտորոշման համար պետքական ռադիոֆարմ պրեպարատներ, իսկ մյուս լաբորատորիայում սինթեզելու ենք բուժման համար նախատեսված ռադիոակտիվ նյութեր։ Հիմա տեսեք ֆունդամենտալ պրոբլեմը ինչի մեջ է։ Հիմա երբ որ մենք սիրում ենք, չէ, նորմալ է։ Որոնք ասում են կա Հայաստանի արտադրոցի չէ եւ
ֆունդամենտալ խնդիրն է, որ տարածաշրջանային չենք առաջացել, որ մենք հիմա լցնում ենք, չի լցնում ջանքը։ Դա մենք այս ամեն ինչը որում ես ֆինանսական սխեմա պետք է դնել պես, որ ինքը ի վերջո եւ ֆիզիկական, բայց հիմա բարոյական մաշվածությունը ավելի վաղ է հասնում։ Երբ որ այդ կետը եկա, մենք պետք է դա փոխենք։ Հակառակ դեպքում մեկ էլ գալու է 30 տարի հետո ասել են, որ գիտեք 2026 թվականին Հայաստանը գիտեք բան է ունեցել։ Դա այդ սնափառության ռեժիմից պետք է դուրս գալ։ Իսկ որ եւ մենք ունեցել ենք ուժեղ մասնագետներ, ովքեր հիմա չգինեն որտեղ են, Քլիվլենդում են կամ չորտեղ։ Այսինքն այդ ճեղքը պետք է դրա ֆինանսական սխեմաները պետք է գծվի, ինքը երբ որ եկա ասավ բարոյ, հիմիկվա սարքերը ֆիզիկական մաշվածության այլևս չեն հասնում, որովհետև իրենց բարոյական մաշվածությունը վրա է հասնելու շատ արագ եւ անսպասելի։ Եվ որպես մենք հետ չմնանք, պետք է այդ կետը մեր սցենարի մեջ լինի, որ մենք չենք ասում են հինը բան ենք անելու, այն հինը արդեն կարա դառնա ուսուցողական կամ ավելի պարզ խնդիրների լուծման ոնց ամենակարևորն է դա, որտեղ ստատիկ վիճակը հիմա չի աշխատում, գիտության մեջ է, ծառայությունների մեջ է ստատիկ վիճակ չկա, կամ դու առաջընթաց ես ապրում, կամ դեգրադացվում ես, հնարավոր չի, նույն կետի վրա կամ բացառված բան։ Հետևաբար մենք անընդհատ պետք է մեր թվերը պետք է ցույց տան եւ հաճախորդների թվով, եւ գիտնականների թվով, եւ հետազոտությունների, եւ համագործակցությունների, եւ սարքերի ձեռքբերման, եւ ամսագրելու հոդվածների եւ գիտական թեզերի եւ գիտական կոչումների եւ հայտնագործությունների եւ նորարարություն։ Իսկ եթե դինամիկա չկա, դա մեզ համար լույս պետք է վառի, որ մենք ինչ-որ մի բան սխալենք, պետք է վերադառնալ եւ այդ խնդիրը լուծել։ Եվ վերջո մեր հարգարժան մասնագետները, եթե Հայաստանում աշխատանք չունեցան, հաստատ աշխատանք գտնել Հայաստանից դուրս, բայց պետք է որ իրանց հետ դարձնեն իրանք հետ ընդգծում, որ Հայաստանում իրենց պատշաճ աշխատանք, որ իրենց պատշաճ կենսաբանական կապահովի, մենք կարող ենք լուծել։ Ի վերջո մենք մոտ ենք նրան, որ փակ ենք ունեցել, որ երբ որ երեխեքը երազեն օլիգարխ դառնան։ Մենք ուզում ենք մեր երեխեքը երազեն գիտնական դառնան եւ այլն, բայց պետք է գնանք, որ գիտնական լավ հասկանան Հայաստանի Հանրապետությունը։ Պետք է տեսնեն, որ հարգանք ունի եւ ոչ թե տեսական հարգանքը կա, բայց պետք է գործնական Վարչապետ, հիմա մենք ունենք Վանարջանի կենտրոնը, որը ըստ էության ամբողջ ցիկլով վերանորոգել ենք եւ ինքը առաջիկա մեր 5 տարվա ընթացքում դրիվ մեր ստանդարտներին համապատասխան կծառայի։ Ունենք Գիոլանի անվան բժշկականության կենտրոնը, որը էլի հիմա շատ լավ պայմաններում է, բայց փոքր է, պարոն վարչապետ, մենք հոսքը նկատում ենք, որ արդեն մեր ենթակառուցվածքները չեն բավարարում։ Հիմա մենք ունենք նպատակ միավորել բժշկականության բոլոր ծառայությունները եւ արդեն ունենալ բարձրահարկ կոմպլեքսի շրջանակներում, սկսած ախտորոշումից մինչև վերջին վերականգնողական եւ պալիատիվ բժշկական օգնության կոնսոլիդացված վայր։ Միջուկային բժշկության առումով Հայաստանը շատ կարևոր դեր ունի տարածաշրջանում։ Մեր երկիրը դարձնել միջուկային բժշկության խարսխան կենտրոն իրականում շատ ճիշտ գաղափար կլինի եւ բժշկական туриզմը հենց շատ կզարգանա այս կենտրոնի շուրջ։ Մենք կարողանանք մեր հարևան երկրներից սպասարկել են պացիենտին, ովքեր այնտեղ չեն կարող սպասարկումներ անցնել։ Ես զգացողություն ունեմ, որ եթե մենք մասնավորին օտարերկրյա ներդրման շատ գրավիչ նախագիծ կարողանա հասունացնել մինչև այդ կետը եւ ֆինանսական եւ այդ բաժնետիրական սխեման գծենք, ես համոզված եմ, որ շատ արագ կարող ենք ֆինանսավորել, շատ արագ։